Ստեփանավանից որ գնում ես դեպի Կույբիշև գյուղ կա, ասում է այնտեղ ճանապարհին ձախ կողմի վրա մատուռ կա մի շատ հրաշք։ Ասում է այնտեղ այնպիսի կակաշներ են բացվում, ալ կակաշներ, ասում է եթե այդ կակաշներից մի հատ նկարեիր, բերեիր, չես պատկերացնում, ես կպիոներանայի։ Գնացի էլ ժամանակ չկորցրեցի, հասել եմ, տեղում նկարեցի։ Կակաշները տեղում էին։ Տեղում են, կակաշները կար, այդ այն շրջաններ, որ կակաշների շրջան։ Հունիսի 15-ին է բացում կակաչը, մինչև ամսվա վերջը կա, այն մեծ խաշխաշ կոչվող կակաչի տեսակն է։ Բերեցի իսկապես այնքան լավ զգաց, ասի, կախեցի պատին, ասի, վարպետ թող լինի ամեն օր հիշես, որ բան ես խոսք տվել, որ սա տեսար, ուրեմն պետք է լավ զգաս ու լավ այլես օրը։ Հոգևոր սնունդ է։ Դուք բնապաշտ եք եւ ասել եք, որ Հայաստանում չնկարվող վայր չկա, ուզում եմ իմանալ կան տեղեր, որ շատ սիրելի են ու դուք մի քանի անգամ եք գնացել, նույնիսկ տասնյակ անգամներ եւ նոր երբ խոսելով եկանք, դուք ասացիք, որ բարձունքներ եք հաղթահարում, մինչեւ ինչքան եք բարձրանում, մինչեւ ուր եք բարձրանում։ Գիտեք ինչ, ամբողջ Հայաստան աշխարհը բառից բուն իմաստով իսկապես դրախտավայր է։ Ինչպես Հայաստան աշխարհը, այնպես էլ տարվա եղանակները բոլորի մեջ կա հրաշք մտածելու, մխրճվելու ու էլի եմ ասում քո կարողության սահմաններում եւ եղանակները ոչով չեն թերացնում բնության գեղեցկությունը։ Գարուն, տեսեք այդ զարթոնքը, այդ փտանքը, ծաղկունքի հետ ապրում ես, զարմանում ես ծառի վրա, զարմանում ես, որ կարկուտ է խփում, ձյուն է նստում ծաղկած ծառի վրա, բայց հետո տեսնում ես, որ բերքը կա։ Եղանակները աշնանը թվում է թե ցուրտ, քամի, անձրևներ, բայց աշնան գեղեցկությունն էլ ինքը ունի, բնականաբար ծառերը այդ արդեն հոգնած ամեն ինչից գունազարդվում են նորից, ամեն մեկը յուրովի գույն ունի, ես շատ եմ սիրում աշունը եւ շատ այդպիսի բնանկարներ ունեմ, տարվա բոլոր եղանակները ընդունում, գնահատում եմ։ Սիրում եմ գտնվել բնության մեջ, շատ։ Առավոտ արտանում եմ, նայում եմ երկինքը, հենց կապույտ է լինում, ժամանակ չեմ ծախսում մի անգամից, իմ տիկնոջն էլ նրան մեջ արդեն հասցրել եմ նրան, որ նա գիտի, որ արտանցում եմ, ասում եմ շուտ արա վեր կաց, ասում եմ ինչու կապույտ է երկինքը, արդեն գիտի, որ դուրս են գնալու ու աշխատում եմ օրը վայելել, որովհետև ոչ մի օր պատահական չի տրվում։ Նամանանդ, երբ որ գալիս է տարիքդ արդեն առնում ես, գիտեք, ես շատ եմ լինում, իսկապես սիրում եմ շատ սունկ հավաքել, այնքան ուտելը չի իշքան, այդ տեսնելն ու սունկի այդպես տեսածդ վայրը վազելը, դա հրաշք բան է, երբ գտնում ես, մեկ էլ ասում եմ, մի գուցե բնությունը գիտի, որ ես շատ եմ սիրում հենց իմ դիմացա ցույց տալիս այդ սունկի տեղը, ինձ է ցույց տալիս։ Եվ այդ սարերում շատ երիտասարդների հետ եմ եղել, հոգնում են այդպես բանից, բայց եթե շփվում ես բնության հետ, այդ օզոնի թարմությունը էությանդ մեջ զգում ես անգամ նկարելու պահին, երբեմն վերանում ես աշխարհից եւ ձեռքդ է աշխատում ու միտքդ քո ֆիզիկական գոյությունը դու չես զգում։ Մեկ է հանկարծ մի հեռախոսազանգ հետ ես գալիս, վերադառնում ես կյանք, ինչպես ասում են, այդ արարման պահին ու նորից սկսում ես աշխատել եւ նորից այդ պահը մի հրաշք պահ է, երբ որ աշխատում ես ու աշխատանքդ էլ ստացվում է,
ոչ մի ֆինանսական բանով չես փակել այդ հաճույքը, չես կարող փակել այն ինչ որ դու զգում ու կատարում ես այդ բանին։ Պարոն Թադևոսյան, ուզում էի ձեր երկարակեցության մասին հարց տալ, բայց ձեր այս պատասխանից հանկարծ հասկացա, որ այդ անեացման րոպեները, երբ դուք ստեղծագործում եք, դա ձեր կյանքից դուրս է եկել, ստացվում է։ Այո։ Բնության հետ երկու պապախ ապրելու, ինչպես ասում են, պահերն է։ Պաստորեն, ուրիշ գաղտնիք չկա։ Ուրիշ գաղտնիք չկա, ոչ մեկը չէ, մի ծխի, մի խմի, մի էս արա, մի են արա, որպեսզի երկա, այդպես չի։ Բնությունը նախ ասեմ ոչ մի պատահական մարդ չի ծնվում ամբողջ աշխարհում, ես միշտ ասում եմ, բոլոր նրանք, ովքեր անհրաժեշտ են երկիր մոլորակի վրա գոյատևելու, նրանք ունեն միսիա կատարելու։ Բոլորը, թվում է մեկը, ես միշտ ասում եմ, մեկը շատ լավ ուտող է, մեկը շատ լավ ծիծաղում է, անբացատրելի վարակիչ ծիծաղ ունի, մեկը շատ լավ վազում է, մեկը սպորտսմեն է, մեկը նկարիչ է, մեկը երաժիշտ է, այդ բոլորը բնության կողմից տված պարգևներ են, որոնք ի ծնեի բնե քո հետ ծնվում են եւ ինքդ ուղղորդվելով ճակատագրի այդ հասկացողությանը ապրում ես։ Թե չէ ասել, որ գիտեք, էսա պետք, որպեսզի երկար ապրես, այնա պետք ոչ, բնության հետ ազնիվ եղի, ազնիվ գտնվի, քո գործողությունների մեջ մի քիչ ճշմարտացի եղի, մի քիչ թեկուս, ու դու կհասնես նրան, ինչը որ քեզ տրվում է ամեն բարի լույսի հետ։ Բացի բնության հետ երկխոսությունը, նաև ծնողների չապրածն է կարծես թե գումարվելու, իսկ սերը, իսկ կինը սերը որպես մուսա։ Գիտեք, ես միշտ ասում եմ, մարդը մահանում է, երբ սիրուց է զրկվում, երբ ժպտալուց է զրկվում, ամեն ինչից պետք է ամեն ինչը իրեն տեղում լինի եւ կնոջ հանդեպ նաեւ վերաբերմունքը պետք է լինի այնպեսին ինչպիսին ինքն է քեզ հետ կրկնապատիկ դու պետք է լինես ես առանձնապես այնպես որ ասեմ տանը որ նստում ենք ես չեմ խոսում Եվ իմ կինը բողոքում է, այ մարդ ասում է, ինչու չես խոսում, ախր ասում եմ, մենք ենքան ենք իրար հետ խոսել, որ էլ խոսելու բան չկա, հիմա մի հատ իմ լռությունը քեզ ինչ-որ մի բան պետք է ասի, դա լռություն չի, էլի զրույց է, որովհետև լուր զրույցը անբացատրելի է, ես ուզում եմ, որ նրանք երբեք այդ մասին չմտածեն, բնության հետ շատ հաղորդվեն և այդ երկխոսությունը բնության հետ երբ որ կայանում է մարդը այնքան է երիտասարդ ցանկացած տարիքի շատ մարդիկ զորով եմ տնից հանե ինձ հետ տարել եմ մեկը տեսնում եմ պիոների նման բա մի շաբաթ էլ են գալու ախր մինչև եկող շաբաթ դու անցած շաբաթները ապրել ես ինչու չես արի անպայման պետք է տեսնես ինձ թվում է բոլոր գաղտնիքները ամբողջ մարդու էությունից է բխում նրա տեսանկյունից է բխում նրա ապրելաձևից է բխում եւ նրա մարդկանց հետ շփումից որովհետեւ երբեմն ասում է արդեն հասել եմ սկսում են շատ մարդիկ գիտեն որովհետեւ ժամանակից շուտ են ծերանում նրանց քայլվածքը մեր մեծերից մեկի հետ այն օրը ինձանից չեմ ուզում անունը տալ ինձանից 3 տարի ջահելա հետս քայլում են ասի ոնց որ դու իմ դվայրոտնի հերս լինես այնքան դանդաղ ես քայլում այ մարդ քայլի էլ ինչ ա եղել ոտքերի Պարոն Թադոսյան ես էլ ձեզնից դանդաղ բարձրանում աստիճաններ շնչակտուր բնության հետ երկխոսելու բնության մեջ ամեն ինչը բացահայտվում է մարդու էությունը ճշմարտությունը ապրելաձևը նաև մարդ տեսակը որովհետև շատ անգամ գիտեք երբ որ անտարբեր ես լինում այդ բնության գեղեցկության հանդեպ անտարբեր ես լինում նայելա քեզանից երես թեքում նեղանում բնության հետ շատ շփվեն ամեն ինչից ոչինչից թող իրենց չզրկեն ծխողը թող ծխի խմողը թող խմի բայց ամեն ինչը իհարկե չափի մեջ ու ճիշտ ապրելը բխում է դրանից